արցախցիներ եւ հայեր բոլորի հետ միասին մենք ամեն ինչ հաղթարելու ենք։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով հայերենով ու ռուսերենով մոտ 12 րոպեանոց աուդիո ուղերձ է փոխանցել, հայտարարել պատրաստ է գնալ մինչև վերջ։ Արցախի նախկին պետնախարարի խոսքից հասկանալի է դառնում, որ ձայնագրությունն արվել է մարտի 5-ին։ Արդյոք Կարմիր խաչի այցելության ժամանակ է ընտանիքի հետ կապ հաստատվել, պարզ չէ։ Միջազգային կառույցը վերջին անգամ հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերին այցելել են փետրվարին, երբ Ռուբեն Վարդանյանն արդեն սկսել էր հացադուլը։ Ուղերձում Վարդանյանը հայտարարել է իրեն 1987-ից սկսած իրադարձությունների մեղադրանքներ են վերագրվում։ Պատրաստ է կրել ամենածանր պատիժը, բայց պատրանք է որակել կարծիքը, որ դրանից հետո խաղաղություն է հաստատվելու։ Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության ու հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի։ Բաքվի բանտից Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս Վարդանյանը բացառապես Արցախ տեղանունն է օգտագործել։ Անուղղակի, բայց նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին անդրադարձել։ Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ չնայած այս ամենին հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները եւ նորից ապրելու ենք մեր հայրենիքում, հարևանների հետ խաղաղությամբ ու հարգելով միմյանց։ Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ։ Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն, ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված։ Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել։ Չնայած դադարեցնելու հորդորներին, Վարդանյանը համախոհների փոխանցմամբ 18-րդ օրն է շարունակում է հացադուլը Բաքվի բանտում։ Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք։ Նա բացատրել է ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը, ընդգծել, որ բողոքի այդ ծայրահեղ քայլին է գնում ոչ թե մեկուսայանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ։ Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների եւ կեղծված ապացույցների մասին։ Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ։ Իմ գործը արհեստականորեն մի առանձնացրեք։ Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից։ Մի կեղծեք փաստաթղթերը, մի նենգափոխեք արձանագրությունները։ Չէ՞ որ դուք ամեն ինչ ունեք, իմ բոլոր գաջետները, իմ բոլոր փաստաթղթերը։ Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու։ Արցախում բացառապես քաղաքական պետնախարարի պաշտոնը, այն էլ ընդամենը 3 ամիս զբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում, բայց նա չհուսահատվելու կոչեր է անում, ներողություն է խնդրում չարածի համար, շնորհակալություն հայտնում աջակցության, այդ թվում, ինչպես նշել է, մեծ թվով ադրբեջանցիներից, ում Բաքվում առնչվել է եւ ովքեր չեն կորցրել իրենց մարդկային կերպարը։ Չգիտեմ, էլի ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու։ Ռուբեն Վարդանյանը կարծում է Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների հետ Բաքվի բանտ ընկած Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանն իր պատճառով է այնտեղ հայտնվել, նա խնդրել է Մանուկյանի կնոջն իրեն ներել։ Ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանին ու Դավիթ Մանուկյանին ձերբակալել էին Արցախի վրա 2023-ի ադրբեջանական հարձակումից հետո սեպտեմբերի 27-ին, երբ Դավիթ Մանուկյանի մեքենայով փորձում էին հատել Հակարիի կամուրջն ու գալ Հայաստան։ Человек, который хочет жить, который хочет любить и который хочет продолжать свою деятельность, но Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել եւ շարունակել իր գործունեությունը, բայց ես կարծում եմ, որ այն ինչ անում եմ ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք։
56-ամյա Ռուբեն Վարդանյանը իր ուղերձում որևէ ակնարկ չի անում հացադուլը դադարեցնելու մասին։ Վերջին դատական նիստից տարածված լուսանկարներում նա ակնհայտ հյուծված տեսք ուներ, իսկ դրանից առաջ էլ դեմքին առերևույթ կապտուկներ եւ վերք կար։ Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգել էր, թե Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում։ Բաքվի ռազմական դատարանում Վարդանյանի գործով հաջորդ նիստը մարտի 11-ին է նշանակված։